Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայրու ցեղասպանության արձագանքը լիբանանյան մամուլին եւ ընկերային ցանցերուն մեջ։ Բոնդոսի հույներու ցեղասպանության հիշադակի օրը։ Հնամենի դո եւ թաղեր գյուղերու մշակութային ժառանգությունը։ Մհեր Հարությունյան։ Մեր մեջքը գոդրվեցավ, մեր ուժը կողծվեցավ, մեր հաղթանակը գործվեցավ։ Նաիրա Ղարաբեդյան։ Վաշինգտոն պատրաստ է եւս մեկ շաբաթ արի տալ դիվանագիտության։ Արցախցիներուն թեմ ադելության քարոշչության զուգահեռ արցախցիները Հայաստանի մեջ 3 ոսկե մեդալ շահեցան։ Գեգամ Ստեփանյան, Չոլդեր լիճը Կարնանային թռչուններու ապաստանավայր, Մագարաբանկի ուխտակնացության արգելումը անհանդուրժողականության դրսևորում։ 2026 թվականի ապրիլ 24-ին հայրու ցեղասպանության առիթով լիբանանյան մամուլն ու ընկերային ցանցերը լայն անդրադարձ կատարեցին ոգեգոճման ձեռնարկներուն, ընդգծելով թե պատմական հիշողության, թե Լիբանանի մեջ հայ համայնքի ներկայության ու դերակատարության կարևորությունը։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հայտարարությունը, ուրան հայրու ցեղասպանությունը բնորոշած էր իբրև մարդկային ողբերգություն, լայն արձագանք կդավ լրատվամիջոցներուն մեջ։ Ան իր խոսքին մեջ շեշտեց Լիբանանի բազմազանության եւ համագեցության առաքելությունը, ինչպես նաեւ հայ համայնքի ներդրումը երկրի արդի զարգացման մեջ։ Նահար թերթը հրաբարագեց հոդվածներ նվիրված հայկական ինքնության պահպանման խնդիրներուն, անդրադառնալով քաղաքականության մարտահրավերներուն։ Թերթը նաեւ լուսաբանեց Անտելիասի մայրաբանկի մեջ տեղի ունեցած ոգեգոճման արարողությունները եւ զրուցեց հայ ազգային գործիչներու հետ։ Ժմհուրիա թերթին մեջ լույս տեսավ հիշողությունը իբրև արդարություն խորագրով հոդվածը, ուր ընդգծվեցավ պատմական հիշողության կարևորությունը իբրև արդարության պահանջ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ գործակալություններ, ներառյալ Վիկել Էլ-Վատանիե, Լիվա, մագազին եւ այլ աղբյուրներ տարածեցին հայ 3 կուսակցություններու միացյալ հայտարարությունը, ինչպես նաեւ Մեծի Դան Անգելիկիո Կաթողիկոս Արամ Արաչինի պատգամը ուղղված համայնքին։ Ընկերային ցանցերուն մեջ լիբանանցի քաղաքական եւ հասարակական գործիչներ նույնպես հիշադակի քրարումներ կատարեցին։ Ժեբրան Բասիլ նշեց, որ պատմական հիշողությունը կարևոր է ադելության կրկնությունը կանխելու համար։ Սամի Ժմեյել եւ Նեդիմ Ժմեյել ընդգծեցին ճշմարտության եւ հիշողության անչնչելիությունը, իսկ Սամիր Ժահժահ գրեց պայքարող ժողովուրդներու դիմադրության մասին։ Այս արձագանքները կվկայեն, որ հայրու ցեղասպանության հիշողությունը Լիբանանի մեջ կշարունակե դիտվել ոչ միայն իբրև պատմական իրադարձություն, այլև իբրև համամարտկային հիշողության եւ արդարության խնդիր։ Երիկ թուրքերու եւ քեմալականներու ցեղասպան քաղաքականությունը ուղղված էր ոչ միայն հայերուն, այլև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդներուն, հույներուն եւ ասորիներուն դեմ։ 1913-1914 թվականներուն իրականացված հույներու բռնակախտը պետական ծրագիր մներ, որոնց նպատակն էր էկեական զովաբն ու այլ շրջանները զրկել հույն բնակչութենեն։ Հույները ենթարկվեցան դեղահանություններու, տնտեսական ճնշումներու եւ զանգվածային կոտորածներու, իսկ հազարավոր հույն տղամարդիկ զոհվեցան բանվորական գումարտակներու մեջ։ 1915-ին սկսյալ վերապնակեցում անվան տակ շարունակվեցան բռնակախտերն ու քույկերու բռնագրավումները։ Այս քաղաքականությունը նույն ցեղասպան ծրագրին մեկ մասն էր, որուն հետևանքով իրականացվեցավ նաև հայրու ցեղասպանությունը։ Հայրու, հույներու եւ ասորիներու ցեղասպանություններու հիշադակը պետք է պահպանվի, որովհետեւ պատմական հիշողությունը կարևոր է նոր ցեղասպանություններ եւ մարդկության դեմ ոչիրներ կանխելու համար։ Արցախի հնամենի թաղեր եւ դող գյուղերը հայտնի են իրենց հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, սակայն ադրբեջանական բռնագրավումեն յետք եկեղեցիներ, հուշարձաններ ու թանգարաններ ենթարկված են ոչնչացման եւ բացման, ներառյալ ազգային հերոսներու հիշադակի նվիրված մասունքները։ Այս իրողությունը կվկայե, որ բռնագրաված տարածքներուն մեջ հայկական մշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է։ Թաղերու, դողի եւ մյուս բնակավայրերու ազատագրումը ոչ միայն տարածքային, այլ նաեւ պատմական արդարության եւ ազգային հիշողության պահպանման հարց է։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրն է Նաիրա Ղարաբեդյան։ Գարոդով կհիշե Արցախը, արցախցիներն ու Արցախի դեսարժան վայրերը։ Առանձնահատուկ ոգևորությամբ կպատմի արցախցիներու հյուրասիրության մասին։ Դարբեր վատ վարգացներ անցած էին իր մտքով, սակայն երբեք չէր պատկերացուցած, թե արցախցին պիտի ստիպվի լքել Արցախը։ Իր խոսքով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելիք մենք մեզ մաքրելու համար։ Անոր գարձիկով գարձես հերացած ենք մեր հողեն, պատմութեն են ու եկեղեցի են։ Երբ կարենանք վերակտնել մենք մեզ, այն ադեն պիտի վերադառնանք Արցախ։ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի շուրջ հակամարտության գծով դիվանագիտության առիթ տալ մինչև հաջորդ շաբթվան սկիզբը, մինչ այդ հետաձգելով ռազմական գործողություններու վերսկսումը։ Այս մասին հայտարարած է ԱՄՆ-ի նախագահը։ Ես կխոսիմ 2 կամ 3 օրվա մասին, հավանաբար ուրբաթ շաբաթ կիրակի, հավանաբար ալ հաջորդ շաբթվան սկիզբը։ Սահմանափակ ժամանակ է, որովհետև անոնք չեն կրնար միջուկային զենք ունենալ, բարձրապանած է ան Սպիտակ տան մեջ լրագրողներուն այն հարցումին պատասխանելով, թե որքան ժամանակ պատրաստ է սպասելու նախքան Իրանի դեմ ռազմական գործողություններու վերսկսման հրաման տալը։
Երկուշաբթի օր ամերիկացի առաջորդը հայտարարած էր, թե որոշած է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողություններու վերսկսումը Կատարի, Արաբական Միացյալ Էմիրություններու եւ Սեւուդական Արաբիո խնդրանքով հղում կատարելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու կարելիության։ Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Քեղամ Ստեփանյան գկրե արցախցիներուն դեմ ադելության կառավարության եւ այս դաղդագալի իրականության զուգահեռ վերջին քանի օրերուն ընթացքին Շուշեցի Գարեն Սարգսյան Հայաստան բերած է Եվրոպայի Սամբոյի ախոյանության ոսկին, Մարդունեցի Սուրեն Ավանեսյան Ազատ ոճի ըմբշամարտի M17 Եվրոպայի ախոյանության ոսկին, իսկ Մարդունեցի Ավանես Զաքարյան Սանտա Ուշոյի Եվրոպայի ախոյանության ոսկին։ Չելդեր լիճը Քարնան կալուստով գրգին դարձած է չվող թռչուններու կարևոր հանգրվան։ Թեև լիճին մեծ մասը դագավին բադված է սառույցով, ան արդեն կընդունի բազմաթիվ թռչնատեսակներ, ստեղծելով յուրահատուկ բնական տեսարան։ Արևմտյան Հայաստանի բարձրավանդակին վրա գտնվող Չելդեր լիճը, որը Վանա լիճեն ետք տարածաշրջանի երկրորդ ամենեն մեծ քաղցրահամ լիճն է, կգտնվի ծովու մագերեսեն շուրջ 1959 մետր բարձրության վրա։ Լիճին եւ անոր գղզիներուն մեջ նկատված են Վանա լիճի ջայեր, վայրի սակեր, կանաչակլուղ պատեր եւ այլ ջրային թռչուններ։ Դեղացիներուն համաձայն այս տարի սաստիկ ցուրդին եւ դակ հարավային հովերի բացակայության պատճառով սառույցին հալոցքը ուշացած է։ Չելդեր լիճը կշարունակե մնալ դարձաշրջանի բնապահպանական կարևոր կետրոններեն մեկը, Քարնան ամիսներուն վերածվելով իսկական թռչուններու դրախտի։ Հայկական հոգևոր եւ մշակութային կյանքին մեջ կարևոր դեղ ունեցող Մակարավանքի այս տարվան ուխտակնածության արգելումը մտահոգություն եւ քննարկումներ հարաճածուց կապված կրոնական ազատություններուն եւ պատմական հիշողության նկատմամբ վերաբերմունքին հետ։ Համայնքային աղբյուրներու համաձայն նախապես դրված արտոնությունը վերջին բահուն չեղարկված է, ինչ որ շատ հավատացյալներու եւ գազམ་ագերբիչներու կողմէ ընկալված է իբրև անհանդուրժողականության դրսեւորում։ Տարեր շարունակ Մակարավանքը եղած է հոգևոր կետրոն, ուխտադեղի եւ հայկական ինքնության խորհրդանիշ, ուր համայնքային չանկերով իրականացված են վերականգնման եւ պահպանման աշխատանքներ։ Ուխտակնածության արգելքը ավելի լայն քննարկում հարաճածուց բազմամշակութային համագեցության, պատմական հուշարձաններու նկատմամբ հարկանքի եւ երկխոսության կարեւորության շուրջ։ Քննադատներու կարծիքով նման սահմանափակումները կհագասեն հաշտեցման ու համագործակցության գաղափարին։ Մակարավանքի շուրջ ստեղծված իրավիճակը գրգին կշեշտե մշակութային ժառանգության եւ կրոնական ազատություններու պահպանման անհրաժեշտությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։